Պարոն Ղուլյան, այսօր Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում են հայ ռազմաքաղաքական գերիներ, ըստ ձեզ ինչու իշխանությունը որևէ քայլեր չի անում նրանց հետ բերելու համար, քանի որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս քննարկումներ են իրականացվում այս թեմայի շուրջ։ Իշխանության ասելով ինչ որ բաներ անում են, բայց դատելով այսօրվա իրավիճակից եւ արդյունքներից, միանշանակ կարելի ասել, որ այն ինչ որ նույնիսկ ձեռնարկում է, բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք ձեր ասած նաև այդ կոնկրետ արդյունքներ ունենալ, հասնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Գիտեք, հավանաբար այնպիսի իրավիճակում ենք, որ այստեղ ստանդարտ գործիքակազմերը բավարար չեն, ասինքն միայն հայտարարություն անելով կամ ինչ որ մեկի հարցազրույցով կամ որևէ մեկի մեկնաբանություն բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք հասնել նման կարգի բարդ հարցերի լուծմանը։ Եվ դրա համար պետք է որպեսզի գործեն բոլոր հնարավոր միջոցները, մեխանիզմները, գործիքները, եւ պետական, եւ ոչ պետական, հանրային ակտիվություն անպայման պետք է լինի, պետք է նաեւ շատ ճիշտ ձևով օգտագործել միջազգային բոլոր այն կառույցների հնարավորությունները եւ բանաձևերը, որոնք այս օրերին, ինչպես օրինակ այսօր Եվրախորհրդարանի ընդունած հայտարարությունն է, գնահատական են պարունակում Բաքվում պահվող մեր ռազմագերիների, պատանդների իրական կացության եւ նաեւ այն կարևոր պահանջի, որ անհապաղ պետք է նրանց ազատ արձակել։ Միամիտ կլինի մտածել, որ այսօրվա Ադրբեջանում հնարավոր է որևէ արդար դատավարություն, հետեւաբար մեր բոլորի խնդրանքը ոչ թե պարզապես զգայական հարթության վրա է, որպես հայ, որպես մեր հայրենակիցներ, այլ կարծում եմ, որ ցանկացած բանական մարդու մոտ էլ հենց առաջին հերթին այդպիսի զգացողություն ու ցանկություն է առաջանում, որ բոլոր հայ ռազմագերիները, առավել եւս կապված Ղարաբաղյան հակամարտության դրա ոչ միջազգային իրավունքի համապատասխան լուծման եւ մեր հայ պատանդների գերիների Բաքվում հայտնվելու հետ կապված չպետք է իլյուզիաներ ունենալ, որ որևէ բան կարող է լուծվել այդ նույն դատական նիստերի ընթացքում։ Իսկ ինչ կասեք այն մասին, երբ իշխանությունը նոր քրեական գործեր է հարուցում, օրինակ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի վրա։ Ինչ է փորձում այս քայլով անել եւ պատգամավորների վրա։ Գիտեք, կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել, բայց արտաքուստ եւ կարծում եմ նաեւ ներքին իմաստով էլ սա պարզապես ուշադրություն շեղելու հնարքներ են, որովհետեւ այնպես չի, որ մենք այսօր միայն այդպիսի նոր քրեական գործերի կարիք ունենք։ Այն ինչ որ հնարավոր էր անել նախորդ տարիներին, նույն այդ հնչեղություն ստացած գործերի հետ կապված, պրակտիկան կյանքը ցույց է տվել, որ բոլոր այդ հարցերը դատական ատյաններում միանշանակ մերժում են եւ որևէ բան չի ապացուցում։ Հետեւաբար նոր գործեր մոգոնել կամ նոր քրեական գործեր կարել, սա պարզապես հենց այս բարդ իրավիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։